Խորհրդարանի միջանցքներում այսօր գլխավոր թեման սահմանադրական դատարան դիմելու Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած ստորագրահավաքն էր։ Օրվա սկզբում հայտնի դարձավ, որ դրան միացել է նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, թեև ազգային ժողովում նրան ոչ ոք չէր տեսել։ Սա մեծացնում է հավանականությունը, որ ստորագրահավաքին կմիանան նաև սահմանադրական նախագծի քվեարկությունը բոյկոտած Բարգավաճ Հայաստանի մյուս պատգամավորները։ Էլինար Վարդանյանը Ազատությանը փոխանցեց, որ Փարիզում է։ Ստեփան Մարգարյանն ու Վահե Հովհաննիսյանն էլ այսօր հստակ ոչինչ չասացին։ Ես չգիտեմ, մտածում եմ։ Ինչի մասին եք մտածում? Դե բովանդակությունը տարբեր բաների։ Ստորագրահավաքի վերջնաժամկետին մնացել է 2 օր, այս պահի դրությամբ հավաքվել է 17 ստորագրություն, անհրաժեշտ է ևս 10։ Այսօր առավոտյան ստորագրեցին նաև օրինաց երկրից պատգամավորներ Իշխան Խաչատրյանը, Մհեր Շահգելդյանը և Հովհաննես Մարգարյանը։ Այս խմբակցության 2 պատգամավոր էլ 3 էր միացել ստորագրահավաքին։ ՕԵԿ-ականներից ճշտեցինք, թե որն է պատճառը, որ ամբողջ խմբակցությամբ միացել են։ Մհեր Շահգելդյանը ասաց, որ իրենք ընդդիմադիր գործընկերներին են աջակցում։ Հանրաքվեի օրն էլ բազմաթիվ խախտումներ են նկատել։ Այն որ սահմանադրական հանրաքվեն փաստ է այսօր, դա փաստ է։ Ուղղակի դատական գործընթացներով անցնելու տեսանկյունից նորից եմ ուզում ասում, մենք աջակցեցինք մեր գործընկերներին։ Այսօր ստորագրած 17-րդ պատգամավորը նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն էր։ Նա թեև ԱՅՈ-ի կողմնակից է, բայց կարծում է, որ հանրաքվեի արդյունքների հանդեպ քաղաքացիների մոտ կասկած կա։ Ես կողմնակից եմ այս սահմանադրության փոփոխությանը, բայց ես կողմնակից եմ լեգիտիմ պրոցեսի։ Կեղծիքով արված լավ բանը չի կարող լավը լինել։ Ընդդիմադիրներին աջակցելը իր պարտքն է համարում, թեև կարծում է, որ անհրաժեշտ ստորագրությունները չեն հավաքվի, իսկ եթե լավատեսական սցենարն էլ աշխատի, սահմանադրական դատարանի հետ հույսեր չի կապում։ Սահմանադրական դատարանի 20-ամյա փորձը ցույց է տալիս, որ մարդիկ որևէ դեպքում չեն վստահում, որովհետև որևէ հիմնավորված վճիռ դեռևս չի կայացրել այդ կառույցը։ Սպասվում է, որ նախաձեռնությանը կմիանա նաև գործուղման մեջ գտնվող Հրանտ Բագրատյանը։ Այդ դեպքում Հայ ազգային կոնգրեսից ստորագրահավաքին չմիացած միակ պատգամավորը Լյուդմիլա Սարգսյանը կլինի։ Նրա հետ այսօր զրուցել չհաջողվեց, աշխատասենյակի դուռը փակ էր, մինչդեռ լույսը միացված էր, իսկ ներսից ձայներ էին լսվում։ Ստորագրահավաքին միանալու պատրաստակամություն է հայտնել նաև Ժառանգություն խմբակցության նախկին ղեկավար, վերջերս կուսակցությունը լքած Ռուբեն Հակոբյանը։ Նա այսօր Facebook-ում գրել է, որ կմիանա, եթե Հայ ազգային կոնգրեսը հայտարարի, որ այս հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների հիմքերը դրվել են 1995 թվականի հանրաքվեի ժամանակ։ Եթե վերանշյալ բոլոր պատգամավորները միանան, ապա վճռական կլինի դաշնակցության տեսակետը։ Պատգամավոր Արծվիկ Մինասյանը թեև Հայ ազգային կոնգրեսի հանդեպ լավ չի տրամադրված, բայց ասաց, որ եթե իրենց ներկայացնեն, թե ինչ փաստեր են փոխանցելու սահմանադրական դատարան, ապա իրենք միանալու հարցը կքննարկեն։ Մենք վստահում ենք մեր հանձնաժողովի անդամների եւ մեր դիտորդների տեսակետներին, որոնց բերած ինֆորմացիան բավարար եզրակացություն չի տալիս մեզ ասելու, որ ԱՅՈ-ն չի անցել։